ասեմ Մրճյանի առաջու հիմա։ Այո, Մրճյանը հիմա շատ է բարելավել, այն ժամանակ բոլորը կավից, հողից տներ էին, քարփինջից տներ էին, հիմա բոլորը երկհարկանի տներ են, քարից կառուցված տներ են, մարդկանց կյանքը բարելավել է, ամեն ինչը լավացել է, գյուղի պայմանները լավացել է, գյուղամեջերը բոլոր մասամբ ասֆալտվել է, նոր դպրոցեր կառուցվել, ես սովորել եմ այն 5 կողքի դպրոցում, բայց հիմա արդեն նոր թազա դպրոցում են սովորում երեխաները, կուլտուրայի տունը կառուցեցին, գյուղական սովետի շենքը կառուցեցին, պոլիկլինիկան կառուցեցին, հիվանդանոցը, ամեն ինչը բավական է, մենք ունեցանք փոստ, հեռախոսակապ, ամեն ինչը լավ էր, հիմա շատ լավ է, բայց դե թերություններ ինչ որ կա, այդ թերություններն էլ կամաց երևի կվերանան, այդ պայմանները որ կնան լավ կլինի, ես ինչ վերջ տեսնենք ինչ կլինի, ես Աբովյանից տեղափոխվել եմ Մրճյան ու այն վաղտա տեղափոխվելու մինչև հիմա շատ տարբերություններ կա, շատ տարբերություն կա, բավականին լավացել է, այն ժամանակ իշկա լույսեր չունեինք, լամպի տակով, լամպի լույսով էինք դաս սովորում, դպրոց էինք գնում, ինչքան եղանակատակ էր, բոբիկ էինք գնում, մեկից մեր տետրակի թուփ էինք խնդրում, որ տնային աշխատանք գրեինք, տանենք ներկայացնեինք դպրոց, բայց հիմա փառքասու ամեն ինչը լավացել է, ամեն ինչը լավ է, տեսնենք հետագան ինչ կլինի, ապագան, այսինքն նույնն է հետագան, ապագան, տեսնենք ապագան ինչ ցույց կտա, եթե երանեք ապրողներին, Ազատ Հայաստան տեսնողներին, Դա դուք ձեր սերունդը, հիմա ձեր սերնա, դու պիտի կառուցեք արդեն ապագան, դու պիտի կառուցեք, դուք արդեն երիտասարդ սերունդներ եք, ամեն ինչ հասկանում եք, ամեն ինչ գիտեք, լավ սերունդ է զարգանում, կրթված սերունդ է զարգանում, կան մարդիկ, որոնք երեխաներ կան, որոնք մեկ քիչ ինչ-որ ընդհանրապես լավ սերունդ է զարգանում, տեսնենք ինչ կլինի ապագան, հետո ասա, էլ ինչ ասեմ, հետո ես սովորել եմ Մրճյանի այդ ասեցի այն 5 դպրոցում, չկարողացա ուսումս շարունակել, որովհետև պայմաններ չունեի, հագուստ չունեի, գերնական պիտույտ չունեի, չէի կարող, ընտանիքս մեծ էր, ծնողներս չէին հասցնում, ես 7-րդ դասարանը ավարտեցի, այն ժամանակ դե 10-րդ է, դուք էլ կիմանաք, 7-րդը կարող ես դուրս գաս, ես 7-րդ դասարանը ավարտեցի, 15 տարեկանում, մարտի 5-ին մի հատ բահ հտրեցի ուսիս ու գնացի կոլտեսյան դաշտ, ու մինչև կյանքս ուսեցի, ուսումս շարունակեցի դաշտում, կյանքս ուսեցի հողին, բույսին, ամեն մի բույսի հետ շնչեցի, ամեն մի հողի հետ շնչեցի, աշխատեցի մինչև 41 տարի և աշխատանքս գնահատվեց, սկզբնական շրջանում եղամ գյուղական սովետի դեպուտատ, էդ էլ ասեմ այն ժամանակ, որ սովետական միություն էր, հիմա կոչվում է պատգամավոր, իսկ այն ժամանակ կոչվում էր սովետի դեպուտատ, ընտրվեցի գյուղական սովետի դեպուտատ, հետո ընտրվեցի շրջանային սովետի դեպուտատ, հետո ընտրվեցի հանրապետության գերագույն սովետի դեպուտատ, հետո ընտրվեցի ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատ, արժանացա Լենինի իշխանանշանով, հետո պատգամավորներ եղա Մոսկվայում եմ եղել, Լենինգրադում եմ եղել, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, այդ բոլոր տեղը պատվիրակության հետ, Նախիջևանում, Ուկրաինայում, մեր ղեկավարության կազմի հետ մասնակցել եմ ամեն ինչի, ակտիվ աշխատող եմ եղել, ակտիվ մասնակցել եմ մեր հասարակական գործում, կոմունիստական կուսակցության անդամ էի և իմ պարտականությունները լավ էի կատարում այդ ժամանակ, եղել եմ բյուրոյի անդամ, դու բյուրոն չեք էլ իմանա ինչ բան է, եղել եմ 10 տարի անընդմեջ Արտաշատի շրջանի բյուրոյի անդամ, Երևանում պլենումի անդամ, Մրճյանի հետ շփվել եմ, Բաղրամյանի հետ շփվել եմ, նրանց հետ դեպուտատ եմ եղել, պատգամավոր եմ եղել, 27-րդ համագումարում կուսակցության մասնակցել եմ համագումարին, Սպարկ օպերացիայի համագումարի պատգամավոր եմ եղել, այսինքն առևտրի, կոլխոզնիկների համագումարի պատգամավոր եմ եղել Մոսկվայում, և այդպես շարունակ աշխատել եմ 86 թվականին աշխատանքի հերոս, ես էլ այն գիրքնա, որը ստացել եմ իրագրի կուկնա,
Герой социалистический труда, ես էլ բացում ես մեջնա, ես եմ այդ գիրքը, ես էլ մինչև ստանալը ստացամ հեսա հանրապետության գերագույն սովետի դեպուտատության կնշկանա, որը 79 թվին եմ ընտրվել, 71 ներողություն։ Իսկ սա ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատության կնշկանա, որը ընտրվել եմ 79 թվականին։ Սրանք էլ տոմսեր են, որոնք գյուղական սովետի, շրջանային սովետի, այդ պատգամավորական բյուրոյի անդամության տոմսեր են, խոսքով բոլոր այս տոմսերը ես սա բոլորը ստացել եմ, այն ժամանակ կարամ ասեմ, այս տոմսերը կներես պիտի ասեմ քարեր ծագում, բայց հիմա մեզի ոչ մեկը ոչ մի բանի տեղ չեն դնում, ոչ մեկը։ Այդ ուղղակի մեկից ցավալի է, բայց թե ժամանակները փոխվեցին, մարդիկ փոխվեցին, կյանքը փոխվեց, ես էլ եմ հասկանում, բայց թե մի քիչ ինչ էլի։ Ես ես կանին արժանացամ, հիմա ոչինչ, ոչ մի բան, ոչ մեկը բանը տեղ չի դնում, ոչ մեկը չգիտի ես կամ թե չկամ։ Ես նկարվել եմ Արտաշատի պլենումից դուրս եկանք, նկարվեցինք, կանչեցին, նկարեցին, եթե պետք է բոլորը ցույց տա։ Եսի նկարվել ենք ժամանակ, ես որ համագումարից եկա, որ համագումարից եկա, եկամ ինձ կանչեցին, եսի 27-րդ համագումարը, որ գնացել էին կոմունիստական կուսակցության 27-րդ համագումարը Մոսկվա, բոլոր ազգերի պատվիրակության կազմում, ես էլ էի հետները, նկարվեցի դահլիճում, որ դուրս եկան կաթմիջման, նկարիչը հրավիրեց, ամեն ազգությունից մի հոգի բերեց նկարեց, եսի տեղ։ Եսի ասեցի, որ եկել էինք բանից, այդ համագումարից եկել էի, Արտաշատի գլխավոր գրադարանը, ինձ հրավիրեց հանդիպման, թե ինչի մասին է խոսացել այդ համագումարի ընթացքում, ինչ հարցեր են լուծվել, ինչ եղել, ինչ չի եղել, հետո վերջում գրադարանի աշխատողները հետ բոլորը կանգնեցին, նկարվեցինք։ Իսկ ես նկարվել եմ մեր Արտաշատի ռայոնում, հենց բանում ռայոնի դահլիճում նկարիչ նկարեր, այդ տարի որ հերոս ստացել էի, եսի նկարվել եմ, կայնի Ալվիժան, եսի գիտես ետ ենք նկարվել, սսեմ կապայս ես, եսի, արդեն մենք այսքանը մենք հանրապետությունից ներկայացված էր որպես Գերագույն սովետի դեպուտատ, ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, որպես ներկայացված էր։ Այդքան էր մեր պատվիրակության կազմում, որոնց մեջ Համբարձումյանն, Վաննա Բաղրամյանն, Լուսահոգի Դեմիրճյանն, Ֆադեյ Սարգսյանն, Սարգիսովնը, и так далее, բոլոր ղեկավարների կազմում մենք նկարվել ենք։ Էսի տեղը։ Իսկ սա արդեն բանում էր կապայսես, եզդա, 27-րդ եզդա, ես էլ նորից նույնն է, ես էլ բանում է 28-րդ համագումար Մոսկվա, եսի հա, արդեն եսի բանում է, կայնի, եսի էր թենի էր, եսի բանում է, սպարկ օպերացիայի համագումարում է, եսի սպարկ օպերացիայի համագումարում է, այսինքն առևտրի, գնացել ենք սպարկ օպերացիայի համագումար, սպարկ օպերացիայի, իսկ սա կոլխոզնիկների համագումարներ, այս մյուսը կոլխոզնիկների համագումարներ գնացել էինք, սա կոլխոզնիկների համագումարներ, որ գնացել էինք, էլի պատվիրակության կազմում նկարվել էինք, իսկ սա նկարվել ենք էլի ռայոնում, դահլիճում, պլենումի ընդհանրմանը նկարիչն եկավ նկարեց։
Էսի Լենինշքանը որը ստացամ այն ժամանակ նկարվեցի, Լենինշքանը ստացել եմ, նկարվել եմ, էսի նկարվել եմ հերոսի կոչում, որը ստացամ, մեկ քիչ գեղարվեստորեն են նկարում, չէ, ծառի ճյուղից բռնի, խնձոր քաղի, այդ են նկարվել, էսի, էս էլ Ամո Խարազանի անվան մեր Արտաշատի թատրոնի դիրեկտորի կինն է, հրավիրեց նորից հանդիպման որոշ դերասանների հետ, նկարվեցինք, էդ էլ ընդհուժումից հետո հարցազրույց տվեցին, պատասխանեցի հարցերին, ինչ հարցեք բարձրացրեք, ինչ եք ասել, բոլորը պատասխանեցի, վերջում էլ նկարվեցինք, իսկ սա մեր գյուղի հիվանդանոցում այդ պոլիկլինիկայում մենք նկարվել, մարտի 8-ին ինձ հրավիրեցին, գնացինք, ծաղիկներ են տալիս, բոլոր մեր բուժարանի կազմն է, բոլորը, ես էլ նկարվեցի, որ հերոսի կոչում նստած է, հիմա ասում ես դու չես, բայց ես եմ, հերոսի կոչում, որ ստացամ, ես նկարվեցի, ես նկարել ես վերջում նկարվեցի, Այս վերջում նկարվեցի, տարան, որ նկար էին ուզում, վետերանների խորհրդի մեր հանրապետության վերևում, տարան նկարեցին, խփել էին պատը, գնացինք համագումարին, դեղ կպցրացել որոշ մարդկանց հետ, դեպուտատների հետ մարդկանց հետ, հետո կյանքս բեղունել է, լավ եմ աշխատել, լավ եմ ստեղծել, լավ եմ արարել, մարդկանց հետ շփվել եմ, բերք ու բարիք եմ արարել, շատ մարդկանց հետ եմ շփվել, բոլորին ճանաչում եմ, բոլորին գիտեմ, բոլորի հետ խոսալ եմ, մացել, սովորել եմ, շատ մարդկանցից շատ բան եմ սովորել, ինչ-որ բան չգիտեի, սովորել եմ, ինչ-որ բան, և այդպես շարունակ կյանքս մինչև վերացավ մեր Սովետը փլուզվեց, 27-րդ համագումարին Գորբաչովն եկավ ընդեղ, եկավ կոմի քարտուղար էր, եկավ ու Սովետը փլուզեց, մենք մարտի 8-ին մեզի հրավիրել էին Ամո Խարազանի անվան պետական թատրոն, ժողովի, այդ եմ ասում, տատի տանունին, ազգանունին չա, որ ասեց Լուսիկյան ազգանունը, որ բանը ասեց, մենք Մղչյանից ունենք երկու հերոս էստեղ, մեկը Լուսիկը, հերոսի մայր կոչում ունի, մեկը Անահիտ Բաղդասարյանը, Սասեմ Գերագույնսովետի դեպուտատ, աշխատանքային հերոս, Մղչյանը ունի երկու հերոս, ծապտվեցին, ուրախացան, դատիտել էր ընդեղ, տարիները կլորվեցին, անցան, ամեն ինչ վերջացավ, ամեն ինչը փոխական է, ոչ մեկը հավերժ չի, էստաֆետը փոխանցեցիք բոլորին, բայց մեր այն ժամանակ, որ մենք նստում ենք սեսիայի, մեր նույն դահլիճում հիմա, որ մեր դեպուտատները, մեր վայ դեպուտատներն են նստած, այսպես էլ պետք է ասեմ, այդ դեպուտատների բան չի, ժողով չի պատգամավորել, դա բոքսի պլաշատկա է, ճանճը տզվում էր, մեր դահլիճում լսում էր, ով իրավունք ուներ, մենք այն ժամանակ ամսի բանը կիսամյակի կոլխոզներին գնում էինք գյուղերը, մարդկանց հարցերով էինք հետաքրքրվում, հեռախոսի հարցով եմ հետաքրքրել, միջամտել եմ գազնեկելա, հեռախոսնեկելա, միջամտել եմ, շատ հարցերում եմ միջամտել ես մեր գյուղին, շատ հարցերում, բայց հիմա ով է գալի գյուղ, որ դեպուտատնա գյուղ գալի, որ մեկն է գալի, այնքան մարդկանց եմ ես ազատել բերդից, իհարկե եթե անմեղ էր, եթե բանը քիչ էր, վիսիկա եմ հանել, օգնել եմ ամեն մեկին էլ, բայց հիմա ով, դու մի հատ գիտեն դեպուտատների գյուղի ճանապարհը որն է, իհարկե ոչ, մենակ իրենց հարցերով են ոչ մեկ, իսկ մենք ինչքան Մղչյանը Արտաշատում կոլխոզ կար, մենք գնում էին կիսամյակին, պարտադիր պետք է ես գնայի, ամեն տեղ օրեկան, ու հարցը բերում բարձրացնում էի բյուրոյում, այս կոլխոզի այս թերությունը կա, այս հարցնա բարձրացեինց, պետք է լուծենք շրջանակների սահմանում, ոչ թե մեզից դուրս, որ ինչքան հնարավոր է։ Եվ պատկերացու ինձ ուզեցին նշանակեին մեր գյուղի գյուղսովետի նախագահ, Էվարդ Կորսկոմի նախագահն Ամբակոմ Գրիգորյանն էր։ Ասեց Անահիտ ջան, արի քեզ տան գյուղսովետի նախագահ, դու լավ կաշխատես։ Ասին ոչ, ընկեր Գրիգորյան, ես նպատակ ունեմ, պետք է հերոսին հասնեմ։ Տենց էլ չգնացի, մնացի ես հասամ իմ գործի։ Այդպես էր վաղ կյանքը, ավելի լավ էր, քան թե հիմա։ Հիմա ինչ կա։ Մարդիկ տխուր, մոլոր, ոչ մեկ-մեկին հանդիպում, ոչ մեկ-մեկի ամբողջ դաշտը եռուզեռ էր, ամեն ծառից մի ջուր էր կաթում, մի միրգ էր կախված,
օրը կան 2 տոննա ես խաղող եմ հավաքել, 3 տոննա պոմիդոր եմ հավաքել, առանց շապաց սանցնելու, 1000 ցենտրով պտուղ բանջարեղեն ենք տվել, 200 ցենտրով խաղող ենք տվել, հիմա ամբողջ դաշտերը էրոզացիայի է ենթարկվել, վաղ միսօր ոչ մի բան չի լելու այդ դաշտերում, ոչ մի բան, գալիս էին դաշտերը նայում էր մարդու քեֆ էր գալիս, հիմա ոչինչ չկա, այն բանի ասած իման հողատերի գյուղացում կարինան խարախ, ոչ մի բան չկա, իսկ այս ժամանակ շատ լավ էր, ամեն ինչ լավ էր գնում, աշխատանքը կար, ժողովուրդը կան, մարդիկ կային, կինո թատրոն էր գալի գյուղում, չկար մի շաբաթ, որ կինո չլիներ, չկար մի շաբաթ, որ թատրոն չլիներ, հանդիպում էին գրողների հետ, լավ անվանի մարդկանց հետ, գալիս էին նստում էին, հիմա ոչ մի բան, ակումբը անգործության մատնվել աշճանաբար, փլվում է, ոչ մի բան չկա, ոչ մի բան, ոչ մեկն ժողովրդի համար չի հետաքրքրում, չի ասում, որ ժողովուրդը, պետությունը ժողովուրդով է պետություն, եթե մի տվյալ երկրի ղեկավար իր շահը ավելի բարձր դասեց, քան թե ժողովրդի շահերը, այն երկիր չի լինի, դա հիմնավորված բան է, հիմա ով ընկնում ասում եմ, եկի տանեմ ինձ, ժողովուրդն ինչ կլեն, բայց այդպես չի լինի. Դեղ ես գիրք ունեմ մի հատ կտամ դու կնայես ես առաջի բանը 70 քանի թվի նկարածը Հայաստանը ամբողջ Երևանն նկարած ու հիմա կտեսնես ինչքան սիրուն մենք ունեինք թատրոններ ունեինք հյուրանոցներ ունեինք սաղ քանդեցին երիտասարդական պալատը քանդեցին այս քանդեցին այն քանդեցին ոչ մի բան չկա հիմա ոչ մի բան ամեն մարդ իր համար է, դե կյանքը երևի փոխվեց, դարը փոխվեց, ժամանակները փոխվեցին, ոչինչ չենք կարող անենք, բայց մենք լավ աշխատեցինք, մենք պետություն 70 տարի մենք կառուցեցինք, 70 տարվա 41 տարին իմ լուման ունեմ, 41 տարի ես աշխատել եմ կոնտեստությունում, բայց այսօրվա դրությամբ ոչինչ չկա, ոչ բանը չկա, թող բոլորն էլ եթե ուրիշների բանն էլ իմանան կներես միգուցե չպետք է ասեմ, բայց կասեմ, թող իմանան այդքանից հետո, այդքան արդյունքի հասնելուց հետո ընդամենը 50,000 թոշակ եմ ստանում, դա ինչ թոշակա որ տալիս են ինձ, որպես աշխատանքային հերոս, դա թոշակ չի, դա ողորմություն է, բայց այդպես է, 10 տարի ես սանատորիա եմ գնացել, պրոհմության հաշվին, պետության հաշվին, իսկ հիմա կարան սանատորիայի ցանկապատին մոտենամ, իհարկե ոչ, շատ հարցեր կա աղջիկս, որ փոխվել է, դու պետք է իմանաք, շատ հարցեր կա, բաներ կա, որ դու չգիտեք, ծանոթ չեք, ոչ մի բանի, բայց հիմա այն վաղտ երեխայք, դու երեք եսցն, որ ինչ, ոչ մի բանից խաբար չեք, թե ինչերից ինչ եկանք էլա, մարդիկ տուրիստ էին գնում, ամեն ծմր տուրիստ էին ուղարկում մարդկանց, Մոսկվա, Լենինգրադ, այստեղ ընդեղ գնում էին, մասնակցել եմ գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսին եմ մասնակցել, մեդալ եմ շահել Մոսկվայում, Լենինգրադ եմ գնացել, էլի ինչ-որ մրցանակ եմ շահել, Գերմանիա եմ գնացել, նոր ասեցի, ամեն տեղ էլ ման եմ եկել, Ուկրաինայում գնացինք մեր Արտաշատի շրջանը, մրցում էր, Ուկրաինայի Միասնիկյանի շրջանի հետ, Ուկրաինայում Միասնիկյանի անվան կոնտեստություն կար, գնացինք ընդեղ 2 անգամ, 2 տարի գնացել եմ ընդեղ սորսնտման պայմանագրեր ենք կնքել, ստուգել ենք, Նախիջևան եմ գնացել ենք, որ էլի Դիլշոկայի ընդեղ Լենինի անվան կոլխոզ կար, Մխչյանի հետ, Արտաշատի հետ մրցման մեջ էր, գնացել ենք ընդեղ, Նախիջևանում ղեկավարների հետ, շատ հարցերի եմ բանալի, ես այդքանը չեմ էլ հիշում, չեմ էլ կարա ասեմ, բայց հիմա մի օր գնացինք պլենում, Երևան պլենում գնացինք, մեր ռայկոմի քարտուղարն ընդեղ էր, Լենինականի քաղկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանն էր, Մասի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր կանգնած խոսում էին, այն ժամանակ հələ հերոս չէի ստացել, դրա առաջի օրը այդ 2 տոննա խաղողը որ հավաքել էի, մեր Հովհաննիսյանն ասեց, մեր հերոսն եկավ մոտեցամ, ձեռներս քրքրված, Ամոթեյանը որ բարև էի կենտկոմում,
Բարևեցի ասիկաներեք ձեռներս ամոթ եմ անում բարևեմ, մեր քարտուղարն ասաց ոչ անայջան քո ձեռքերը համբուրել կարելի է 2 տոննա պամիդոր ես բանը խաղող ես հավաքել։ Բայց հիմա հետո աշխատողը գնահատվում էր։ Հիմա չի գնահատվում։ Ամեն մարտի 8 կանչում էին ակումբում, մենք մի քանի հոգի կազմակերպած պրոմիչան նախագահի հետ գնում էինք Երևան նվերներ էինք, քանի կին կարգին աշխատող նվերներ էինք առնում։ Բերում էինք միջոցառումին անում, նվերներ տալիս էինք, ճանապարհում էինք տուն։ Հիմա ինչ կա, ոչինչ չկա։ Թե հիմա վերջը ինչ կլի չգիտեմ, ոնց կլի չգիտեմ։ Ենք ուզում, խնդրում ենք, այս գյուղի անունը փոխեք։ Սա բուն չի, միթամ թե բուն չի էլի, որ մենք ապրում ենք ստեղ, բուն չի։ Եկամ գնացիմ Սարգիսովի մոտ, Գերագույն սովետի նախագահան, ասեմ ընկեր Սարգիսով, սենց առաջարկ են արել, ասեց անայ ջան, կմտածենք անունը կփոխենք։ Ու դրեցին Արաքսավան։ Էդ էլ ես եմ արել, շատ հարցեր եմ արել, բայց լռել եմ։ Իսկ հիմա ինչ են անում, ըլում են իրար տալիս են, ջարդուփշուր են անում, ոչ մեկին ոչ օգնում են, ոչ մեկին ոչ մի բան են անում, ես չեմ հասկանում։ Տենց բաներ ասի ջան, հիմա Մղրտչյանն էլ մանրամասն ինչ ասեմ, հիմա դաշտերը Մղրտչյանի դատարկ կա, ոչ մի բան չկա, մարդ կա 2000 ճուղունի, չի կարող մշակի, թունաքիմիկատները թանկ է, աշխատող ձեռքը չունեն, չեն կարող մշակեն, եղած բերքը չեն կարողանում յուրացնեն, արտադրածներ չի դուրս չի գնում, ստեղ էլ չի իրացվում։ Ամբողջ տարին թանում են, սպասում են, որ մի արդյունքի հասնել, չի իրացվում բերքը, մնում է տեղում, որովհետև մենք ինչ իրավունք ունեն գյուղատնտեսության նախագահին, ինչ իրավունք ունեն։ Իհարկե ոչ, գյուղատնտեսության նախարար պետք է լինի, ղեկավարներ պետք է լինեն, գյուղերը մանկան տենան, որտեղ ինչն է պակասում, ինչն է, հա ինչ անեք, առանձին, անկախ է, գոնե քու ղեկավարը, քու երկիրը դու պետք է ղեկավարես։ Մենք պետք է ունենանք այդ բանը, բայց չունենք, էնի փակեցին, իրանց ձեր չեր տալի փակեցին, գյուղատնտեսություն իրանց ինչ պետք է, արտասահմանից, Պարսկաստանից, Թուրքիայից թույնոտ պամիդորը կներկրեն, ստեղ գյոզալա արևի տակի լավ էլած ապրանքը չեն արտադրում, չեն արտահանում, չեն ծախում, չեն իրացնում, ոչ մեկ պետն չի, ամեն մարդ ինգել է իրա ով կարողանա մեկ էջ փախցել։